Նոյեմբերի վերջի գալուստով օդը լցվում է հատուկ լիցքով։ Ծրագրերի նուրբ փոփոխությունները եւ անսպասելի համընկնումները բարենպաստ ֆոն են ստեղծում ֆինանսական հնարավորությունների համար։ Սա ակնթարթային հրաշք չէ, այլ նուրբ համընկնումների եւ լավ կատարված քայլերի շարք, որոնք գումարվում են առատության շոշափելի հոսքի։ Ստորև կգտնեք 7 նշանների մանրամասն դիմանկարներ, որոնց համար նոյեմբերի 28-ից սկսած սկսվում է մի շրջան, երբ նյութական հաջողությունը իրական հնարավորությունների տեսք է ստանում։ Ձկներ, աճի բանաստեղծություն, երբ ինտուիցիան գտնում է գործնական արտահայտություն։ Ձկները կմտնեն մի շրջան, երբ գեղարվեստական հմտությունը եւ իրականության սուր ընկալումը կսկսեն կոնկրետ եկամուտ ստեղծել։ Սա պարզապես ֆինանսական աճ չի լինի, այլ հնարավորություն, նախկինում ստվերում մնացած տաղանդները դրամայնացնելու համար, ստեղծագործական նախագծեր, հոգևոր եւ մարդասիրական թեմաների վերաբերյալ խորհրդատվություններ եւ օրիգինալ նախաձեռնություններ։ Կարևոր է անցնել ոգեշնչման սպասելուց կառուցված կառուցելուն, ձևակերպել առաջարկներ, մտածել գնագոյացման մասին եւ սահմանել հստակ ժամկետներ։ Օգտակար է նաեւ դիտարկել համատեղ նախագծեր։ Գործընկերները, որոնք կիսում են ձեր տեսլականը, կարող են արագացնել գործընթացը եւ ընդլայնել ձեր հասանելիությունը։ Եթե կարողանաք համատեղել ձեր ինտուիցիայի նրբությունը բիզնես կարգապահության մի փոքր մասի հետ, կսկսվի միջոցների կայուն հոսք, որը միաժամանակ կտա ձեզ աջակցության եւ ստեղծագործական ազատության զգացողություն։ Խեցգետին, ռեսուրսների ալիք, անվտարությունը ապահովված է ճիշտ որոշումներով։ Խեցգետինները կզգան, որ ֆինանսական աջակցությունը գալիս է խոհեմության եւ կայունության նկատմամբ նվիրվածության միջոցով։ Այս ժամանակահատվածում կհայտնվեն անշարժ գույքի, ընտանեկան ներդրումների կամ մտերիմ ընկերների եւ ընտանիքի շահավետ առաջարկների հետ կապված հնարավորություններ։ Մի պասիվորեն հույսը դրեք պատահականության վրա։ Ձեր խնդիրն է սթափ գնահատել պայմանները եւ ժամանակին լրացնել անհրաժեշտ փաստաթղթերը։ Վերանայեք ապահովագրական պոլիսները, պարզաբանեք վճարման մանրամասները եւ ստուգեք թաքնված վճարները ներդրումներ կատարելիս։ Հաջողությունը կգա նրանց մոտ, ովքեր համատեղում են հուզական զգայունությունը գործնական մոտեցման եւ համատեղ շահերի պաշտպանության պատրաստակամության հետ։ Արդյունքում դուք ոչ միայն կստանաք ֆինանսական ուժ, այլև վստահություն, որ ռեսուրսը նախատեսված է երկարատև օգտագործման համար։ Խոյ, նախաձեռնողականության ալիք, էներգիա, որը վերածվում է եկամտի։ Խոյերը կհասնեն այն կետին, երբ նախաձեռնողական համարձակ որոշումները կսկսեն դրամական դիվիդենդներ բերել։ Սա ժամանակն է նախաձեռնություններ սկսելու համար, որոնք պահանջում են արագ մեկնարկ։ Առևտրային առաջարկներ, մրցույթներին մասնակցություն, փոքր բիզնեսի մասշտաբավորում։ Այնուամենայնիվ, ինքնաբուխությունը պետք է հիմնված լինի հաշվարկի վրա։ Ներդրում կատարելուց առաջ հաշվարկեք ռիսկերը եւ պատրաստեք գործողությունների ծրագիր անկանխատեսելի զարգացումների համար։ Օգտակար է ներգրավել վստահելի խորհրդատուների եւ պատվիրակել պարտականությունները, որպեսզի ձեր էներգիան կենտրոնանա հիմնական արդյունքների վրա։ Եթե ներդրում կատարեք հստակ պահանջարկ ունեցող ապրանքի կամ ծառայության մշակման մեջ, արդյունքները կլինեն անհապաղ։ Միջոցների հոսքը կհամակցվի մասնագիտական հեղինակության բարձրացման հետ։ Կարիճ, ռեսուրսների մշակում, կապիտալի խորը վերափոխումներ։ Կարիճները կզգան ֆինանսական փոփոխություններ, առկա ակտիվների վերափոխման միջոցով։ Ներդրումների վերակառուցումը, համագործակցության պայմանների փոփոխությունը կամ գործընկերային համաձայնագրերի վերագնահատումը կհանգեցնեն կապիտալի արդյունավետության զգալի աճի։ Սա սադրիչ ժամանակահատված է։ Հին կանոնակարգերը կարող են կորցնել իրենց վավերականությունը եւ քաջություն կպահանջվի պայմանները փոխելու կամ անբարենպաստ պայմանավորվածություններից հրաժարվելու համար։ Վերլուծությունները կարևոր են։ Ուսումնասիրեք հարկային նրբությունները, պայմանագրային պայմանները եւ վերաներդրման հնարավորությունները։ Եթե պատրաստ եք անցկացնել ձեր եկամտի աղբյուրների ազնիվ աուդիտ եւ համարձակորեն վերաբաշխել ռեսուրսները, կհասնեք ավելի մաքուր եւ հզոր դրամական հոսքի, որը դիմացկուն կլինի արտաքին տատանումներին։ Աղեղնավոր, հնարավորությունների ընդլայնում, շահույթ կրթության եւ ցանցերի միջոցով։ Աղեղնավորի համար ֆինանսական բումը ամենից հաճախ կգա հորիզոնների ընդլայնման եւ մասնագիտական կապերի ակտիվ կառուցման միջոցով։ Դասընթացները, հավաստագրերը եւ համապատասխան միջոցառումներին մասնակցությունը կբացեն դռներ։ Բարձր վարձատրվող նախագծերի համար մինչդեռ ճանապարհորդությունները կամ բանակցությունները կարող են հանգեցնել շահութաբեր պայմանագրերի։ Օգտակար է ներդրում կատարել ձեր սեփական փորձագիտության մեջ։ Թարմացրեք ձեր պորտֆոլիոն, պատրաստեք ձեր հմտությունների ներկայացում եւ ավելի ակտիվորեն օգտագործեք ձեր մասնագիտական ցանցերը։ Հիշեք, որ որքան շատ պատրաստ լինեք կիսվել ձեր փորձով եւ հասնել նոր լսարանի, այնքան ավելի նշանակալի կլինեն ձեր արդյունքները։ Սա ոչ միայն կբարձրացնի ձեր եկամուտը,
այլև կստեղծի հարթակ երկարաժամկետ հնարավորությունների համար։ Ջրհոս մտավորությունը որպես կապիտալ, օգուտ քաղել գաղափարներից եւ համակարգված լուծումներից։ Ջրհոսները կհայտնաբերեն, որ իրենց ոչ ավանդական գաղափարները եւ ապագան նախագծելու ունակությունը սկսում են իրական շահույթ բերել։ Սա վերաբերում է այն ոլորտներին, որտեղ նորարարությունը գնահատվում է՝ տեխնոլոգիական նախագծեր, սոցիալական նախաձեռնություններ եւ մտավոր սեփականություն։ Հասկացությունները շահույթի վերածելը կպահանջի համակարգված մոտեցում, իրավունքների ձևակերպում, դրամայնացման մոդելի կառուցում եւ վաղ ընծունողների որոնում։ Օգտակար է համագործակցել այն մարդկանց հետ, ովքեր հմուտ են նախագծերը առևտրային արդյունքների հասցնելու հարցում։ Այս կերպ դուք կպահպանեք ստեղծագործական ազատությունը միաժամանակ հասնելով տնտեսական եկամուտների։ Արդյունքը կայուն կլինի, եթե դուք կազմակերպեք գործընթացը այնպես, որ նորարարությունը ստեղծի կրկնվող եկամուտ։ Առյուծ գործարար գրավչության լույսը, երբ անձնական ապրանքանիշը շահույթ է բերում։ Առյուծները կմտնեն մի ժամանակաշրջան, երբ նրանց մասնագիտական նվաճումները եւ տեսանելի լինելու ունակությունը կսկսեն անմիջապես վերածվել փողի։ Հաճախորդների պատվերները, գովազդային առաջարկները կամ նախագծերի բոնուսները կարող են զգալիորեն մեծացնել ձեր եկամուտը։ Կարևոր է ոչ միայն փայլել, այլև իմաստուն կերպով կառավարել ձեր հանրային կերպարը, թարմացնել ձեր առևտրային առաջարկները, պարզաբանել գնագոյացումը եւ մանրամասնել համագործակցության պայմանները։ Լավ գաղափար է նաեւ մտածել ձեր ճանաչելի կերպարի հիման վրա լրացուցիչ եկամտի հոսքեր ստեղծելու մասին։ Սա կարող է լինել ապրանք, ուսուցում կամ ծառայությունների փաթեթ, որը հեշտությամբ կարող է մասշտաբավորվել։ Պայմանագրային մանրամասներին ուշադրություն դարձնելը եւ բիզնես ջանասիրությունը կօգնեն ապահովել ձեր հաջողությունը եւ կայուն եկամուտի հոսքեր։